Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, շատ ուրախ եմ և շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Բարեկամներ, ես խորհուրդ եմ տալիս մանավանդ այս վերջին ժամանակներում բաց չթողնել մեր հաղորդումները, որովհետև մենք առաջարկելու ենք հետաքրքիր լուծումներ։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, իմ այսօրվա հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Օլիվա ռեստորանի ավագ խոհարար Յոհաննա Առաքելյանը։ Ողջույն Յոհաննա։ Ողջույն պարոն Մամուլյան։ Լավ, դուք։ Լավ, շատ ուրախ եմ, որ չմեջեցի չլավերես։ Ինչպես են գործել։ Շատ լավ։ Լավ է ամեն։ Այո, իհարկե։ Ինչ ենք պատրաստելու, ես այստեղ տեսնում եմ բազմաթիվ հետաքրքիր մթերքներ։ Ինչ ենք պատրաստելու այս մթերքներով։ Առաջարկում ենք նոր բան, նոր ավանդական, ինչ որ մեր խոհանոցից եւ բաղադրատոմսեր, որտեղ նոր լուծումներ։ Մենք այսօր ունենք շատ լավ նորույթ, որը պատրաստվում է Հայաստանում եւ հայկական ձկից, դա մեր իշխան ձուկն է օգտագործում եւ շատ այո, թույլ աղ դրված իշխան ձուկ է։ Այդ ռուսերեն որ ասում են սլաբա սալյոն։ Սալյոն, այո։ Այո։ Մենք ուրախ ենք, որ արդեն մենք կարող ենք ունենալ նման տիպի մեզ օգտագործման մի նորույթ եւ այս տարի նոր տարվա շեմին խորհուրդ տանք, որ մանավանդ սառնահուտեսների մասով են շատ հետաքրքրվում մեր հեռուստադիտողները։ Ինչպես զարդարենք, ինչպես ձևավորենք, ինչպես գեղեցիկ պատրաստելու հիմա։ Այս պահին ես տեսնում եմ այստեղ բրինձ, քամած մածուն, հա։ Չէ, դա սերուցկային պանիր է, որը հիմա արդեն Հայաստանում են պատրաստում։ Սերուցկային պանիր։ Այո, սերուցկային պանիր է, որը օգտագործում են տարբեր քաղցրավենիքներ այնքան պատրաստելուց եւ նաեւ կարողանում ենք խոհանոցում պատրաստել դրանով։ Տեսնենք թե ինչ պիտի անենք խոհանոցում դրան։ Այո։ Այստեղ տեսնում եմ դա ձկնամթերքից է եւ դա բարձր ծովամթերքից է, այո։ Մենք դրանով ուղղակի պարզապես պետք է հիմա մատուցենք, որ գեղեցիկ լինի։ Շատ լավ։ Եվ ունենք իշխանի ֆիլե, ինչպես նշեցինք, այո, սառը ապխտած։ Եվ ինչ ենք պատրաստելու այս ամբողջ մթերքներից։ Այս ամբողջ մթերքներից մենք պատրաստելու ենք տարբեր տեսակի նախուտեսներ։ Պատրաստենք հիմա նախուտեստ փափկամսով, իշխանի, որը կմատուցվի կիտրոնի հյութով։ Կանաչ կիտրոնի, այո, լայմ կոչվող։ Պիտի քամենք։ Ոչ, սկզբում պետք է հեռացնենք կեղևը մի փոքր։ Ամբողջությամբ։ Հա, բարակ շերտով կեղևը, քանի որ կեղևներ ենք օգտագործելու նման տեղում։ Դուք ինձ կօգնեք այդ հարցում, ես այսպես հիմա կբացեմ ձուկը։ Շատ լավ է, որ մենք առիթը պիտի օգտագործենք եւ ցույց տանք, թե ինչպիսի նախուտեսներով կարելի է զարդարել։ Շատ են զանգահարում։ Յոհաննա ջան, երևի քեզ էլ են զանգահարում։ Ինչ դնենք, ինչպես պատրաստենք, ինչպես անենք, որ ավանդական լինի, գեղեցիկ լինի, համով լինի եւ առողջարար ամենակարևորը։ Կարևորը առողջարար։ Այ այսպիսի մի հատ մենք էլ աշխատում ենք խորհուրդ տալ, որ ավանդական միշտ օգտագործենք, բայց այնուամենայնիվ նորություններ կարելի է, ինչու ոչ։ Այ ամբողջությամբ փափկամիսը անգամ կարող ենք այսպես դնել եւ շատ գեղեցիկ մատուցենք։ Հետաքրքիր է, որ հոտը շատ լավն է։ Այո, մասշտաբային այսպես լայն մակերես ունի եւ խոհարարական աշխատանքներ իրականացնելու համար շատ հարմար է։ Շատ հարմար է եւ ինքը ձուկը շատ համեղ է, ես արդեն փորձել եմ։ Այո։ Ոչ շատ աղի, ինքը շատ լավ համ ունի։ Ինչ անենք։ Այս կեղևը մենք պետքա հիմա մանրացնենք, այո։ Մենք այսպես Այստեղ այս բարագայում օգտագործվում է ամբողջությամբ այս կիտրոնը, օգտագործվում է կեղևը, հյութը, կորիզները, անգամ իր փափկամիսը այդ կիտրոնի, մենք հիմա պետք է ստանանք այսպիսի մի հատ
Սա էսպես։ Դուք ինձ երևի կօգնեք, մի փոքր կանաչ սոխ կկտրատեք եւ մաղադանոց։ Ինչ չափսի, մանր։ Մանր, հա։ Այսպես։ Կանաչ սոխ եւ մաղադանոս։ Իսկ ես այդ ընթացքում կիտրոնի փափկամիս կպատրաստեմ։ Եվ խոսենք ամանոր է գալիս, ամանորի մասին, ես նշեցի, որ զանգահարում են, խորհուրդ են հարցնում, բայց այնուամենայնիվ իհարկե մենք միշտ խորհուրդ ենք տալիս ավանդական, ազգային, բայց որոշ բաներ մենք խորհուրդ ենք տալիս, որ այն ծիսական, հիմնական կերակուրները թող լինեն, բայց նորությունները միշտ էլ պետք է նորություն լինի, այո։ Պահպանելով մեր ավանդականը, այո, վրան ինչ-որ մի բան այո, կառուցել։ նորույթ պետք է ունենանք։ Սա էլ էսպես։ Հիմա ինչ կանենք։ Այսպես, հիմա մենք այս փափկամիսը պետք է դցնենք առաջինը իր վրա։ Սենց Եթե մենք նույնիսկ այն թարմ ժամանակ քամեինք, կարող էինք փափկամիսը ուղղակի պարզապես կվնասեինք։ Իսկ հիմա այս փաստորեն մենք օգտագործեցինք կես կիտրոնը եւ այս մնացածը այստեղ նայեք օգտագործում ենք։ Մենք արդեն ունենք հյութ եւ ավելացնում ենք ձեթ։ Կիտրոնի հյութին ձեթ ենք Ձեթ ենք ավելացնում։ Ավելացնում ենք այսպես, ունենք 2 չափ ձեթ եւ 1 չափ կիտրոնի հյութ։ Երկուսը մեկի հարաբերությամբ։ Երկուսը մեկի հարաբերությամբ, այո։ Այստեղ մենք հիմա Ազարի տերև ես տեսա, որ ուզում այո, օգտագործում ենք եւ մի փոքր սև պղպեղ։ Այսպես։ Լավ խառնում ենք։ Սոուսանման բան ենք ստանում, զանգված, որպեսզի ավելի այսպես ավելացնում ենք մեր ձկան վրա։ Այնուհետև մենք կարող ենք ավելացնել այն սկզբում մեր կտրատած կիտրոնի կեղևները, որը շատ հետաքրքիր գույն է տալի, քանի որ ինքը կանաչ է, ձուկը արդեն կարմիր է։ Ես լսել եմ, որ նույնիսկ կարդացել եմ, որ մեր զգայարանները այս կամ այն պտուղը, բանջարեղենը ճանաչում են հատկապես կեղևի միջոցով։ Այո, եւ հաղորդում են, թե ինչ մթերք է դա։ Ինչ մթերք է դա, այո, կեղևը ընդհանրապես ընդհանրապես շատ մեծ նշանակություն ունի, թե մրգերի համար, թե բանջարեղենների համար։ Այսպես հետաքրքիր մի լուծում ենք ուզում տանք։ Եվ այստեղ մենք ունենք արդեն կտրատած կեղև եւ կանաչ սոխ եւ մաղադանոս։ Եվ այսպես մի հետաքրքիր ձևով Սա լինելու է այն շարքից, որ մենք առաջարկելու ենք նախուտեստներ, թե ինչպես սեղանին դրվի այս կամ այն նախուտեստը։ Բարեկամներ, իհարկե մենք նաև տաք կերակուրներին կանցնենք հետագայում, բայց այսօր նախուտեստի օրն է եւ մենք առաջարկում ենք, Յոհաննան առաջարկում է իշխանի թույլ աղ դրված ֆիլեն, համեմեց կիտրոնով, կանաչ, այնուհետև հատուկ սոուս պատրաստվեց կանաչ կիտրոնի հյութով, ձեթով եւ սև պղպեղով եւ դրվեց։ Ես ճիշտ հասկացա, որ հենց այսպես էլ պիտի մատուցել։ Այո։ Հենց այսպես էլ պիտի մատուցել։ Ինչու սա, քանի որ ավելի արագ է պատրաստվում ժամանակի առումով եւ մենք կարող ենք պատրաստել նույն պահին, երբ որ մենք արդեն հյուրեր ունենք եւ ինքը թարմ կլինի եւ առողջարար։ Թարմ կլինի եւ առողջարար եւ սև հաց, որ մենք միշտ պատրաստում ենք, մի 2 կտոր դնենք։ Այո, իհարկե։ Այո։ Ահա։ Եվ հենց այսպես էլ Յոհաննան առաջարկում է մատուցել, հարգելի հեռուստադիտողներ, եւ ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, հարգելի հեռուստադիտողներ, որ մենք միշտ խորհուրդ ենք տալիս մեր կազմակերպությունը, ավանդական ամանորյա սեղանը, որ գոնե 1-2 ծիսական կերակրատեսակ լինի։ Ծիսական կերակրատեսակ ասելով մենք հասկանում ենք
իմաստալից եւ դա բացառիկ երևույթ է ընդհանրապես խոհարարական ասպարեզում չգիտեմ այլ ազգերից որոնք են ովքեր են կերակուր պատրաստել որպեսզի աշխարհում խաղաղություն լինի։ Իսկ մենք պատրաստել ենք, մեր նախները պատրաստել են։ Դա քաշիկան է, հարգելի հեռուստադիտողներ, հարիսայի տարատեսակ, որը տարբերվում է հարիսայից նրանով, որ չի խառնվում, չի հարվում։ Մթերքները դրվում է համապատասխան չափաբաժնով եւ թոների մեջ երեկոյան, այո, գիշերը։ Առավոտյան այդ կերակուրը արդեն մատուցվում է եւ չի խառնվում, ինչու՞։ Որպեսզի գալիք տարի խառնակ չլինի, պատերազմներ չլինեն։ Գոնե այս կերակուրը այսօր ես կառաջարկեմ, որ այս կերակուրը գոնե լինի մի մեծ ծախսերի հետ կապված երևույթ չէ, շատ են զանգահարում մեզ, թե ինչ կառաջարկեք, ինչքան ծախս է հարկավոր ամանորյա սեղանը զարդարելու համար։ 1 կիլոգրամ ձավար, 1 կիլոգրամ գարան միս եւ 1:3-ի հարաբերությամբ ջուր։ Այսինքն ծավալով 1:3-ի հարաբերությամբ ջուրը շատ դրեցինք առանց խառնելու կամ ջեռոցի մեջ կամ թոների մեջ մոտորապես թույլ կրակով 150 աստիճանով մոտորապես 10 ժամ եւ իհարկե համեմելով աղով եւ այդ կերակրատեսակը առավոտյան մենք կբաժանենք մեր հյուրերին, մեր ընտանիքի անդամներին եւ մեր հոգում մեր պարտ կատարած կլինենք, հասկանանք, որ հանուն խաղաղության մի կերակուր պատրաստեցինք։ Եվ ցանկանանք խաղաղություն մեր ժողովրդին։ Եվ ցանկանանք խաղաղություն, այնինչ որ մեր ժողովրդին շատ ավելի պետք է, հենց հիմա, որովհետև յուրաքանչյուր 50 եւ ավելի տարիներ, երբ որ խաղաղություն է, մենք արարում ենք, ստեղծում, կառուցում։ Յոհաննա ջան, խնդրում եմ ներկայացնես նաև քո սպասելիքները կամ քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին։ Համեցիր։ Քանի որ մոտենում են տոները, այս գալիք տարում սպասում եմ, որ մեր ժողովրդին կսպասվի խաղաղություն, երջանկություն եւ թող բոլորս առողջ լինենք այս երկրում։ Թող բոլորը երջանիկ լինեն եւ մեր երեխաները թող մի ժպտան։ Իսկ բոլորին ցանկանում եմ ուրախ տրամադրություն։ Ապրես դու։ Նորանոր հաջողություններ։ Շատ շնորհակալ եմ։ Յոհաննա ջան, ես էլ եմ միանում Յոհաննայի ցանկություններին, թող այս գալիք տարին ամբողջ տարվա ընթացքում մեզ ուղեկցի հաջողությունը։ Իսկ դա նաև կախված է մեզանից։ Մենք պիտի ունենանք լավ տրամադրություն, պիտի ժպիտ, պիտի լավ տրամադրություն մեզ միշտ ուղեկցի։ Ձեր անունից շնորհակալություն պիտի հայտնեմ Յոհաննային, ցանկանանք, որ նա շարունակի այդպես արարել, ստեղծել Շնորհակալություն Յոհաննա ջան, ապրես դու։ Այսքան էլ հարգելի հեռուստադիտողներ, մոտակա ժամանակները մենք կաշխատենք ձեզ ցույց տալ հատկապես այն կերակրատեսակները, որոնք մեր կարծիքով կզարդարեն ձեր ամանորյա տոնական սեղանը։ Ցանկանում եմ, որ միշտ լինենք միասին եւ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ոչ լերուկ։ Ձկան նախուտեստ, ձկան ֆիլե 80 գրամ, լայմ 1 հատ, 1000, մի քանի ճյուղ, ձեթ 10 գրամ, կանաչ սոխ, սև հաց, աղ, սև պղպեղ, բարեախորժակ։